Այսօր Հայ ազգը նշում է հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ որոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել, ընդգծելով, որ բանակը անցել է պարզ ձևավորման փուլ, սակայն այսօր էլ շարունակում է կայանալ եւ զարգանալ։ Վերջին տարիներին իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ, բարելավվել են զինծառայողների սոցիալական պայմանները, ձեռք է բերվել ժամանակակից սպառազինություն ու ռազմական տեխնիկա։ Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականին Հայաստանը կանգնած է եղել գոյաբանական սպառնալիքի առաջ, որը հաղթահարվել է ռազմավարական կարևոր որոշումների միջոցով։ Նա ընդգծել է, որ բանակի միակ առաքելությունը երկրի միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն է եւ Հայաստանն առաջիկայում չի պատրաստվում պատերազմի, սակայն շարունակելու է ամրապնդել պաշտպանունակությունը։ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին II շեշտել է, որ հայոց բանակը մեր պետականության եւ ժողովրդի անվտանգության երաշխիքն է։ Կաթողիկոսը մաղթել է, որ հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել սահմանները, իր արիությունն ու տոկունությունը շաղախելով առ Աստված։ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զինվորները հերոսաբար պայքար մղեցին եւ նահատակվեցին, դառնալով ապագա սերունդների ոգեշնչման աղբյուր։ Այսօր հայոց բանակի օրը հիշեցնում է, որ մեր բանակը ոչ միայն պաշտպանություն է, այլև խաղաղության, անկախության եւ պետության ամրապնդման հենասյուն, ասված է վեհափառի ուղերձում։ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը համայնքի եւ թեմի քահանաների ճնշման ներքո փոխել է դիրքորոշումը, գրել է հրապարակ օրաթերթը։ Օրաթերթի տեղեկություններով ահռելի ճնշումներ են գործադրել նրա վրա, կանգնեցնելով երկընտրանքի առջև, կամ շարունակում է հավատարիմ մնալ մայրաթոռին, կամ իր թեմակալ առաջնորդությունը դադարեցվում է։ Եվ միայն դրանից հետո է նա հայտարարել, թե փետրվարի 16-ից 19-ին կմասնակցի եպիսկոպոսատ ժողովին, որը մայրաթոռը հրավիրել է Ավստրիայում։ Հովնան arczepiskopos Տերտերյանը Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից է։ Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու եպիսկոպոսատ ժողովին եւ կոչ էին արել, որ մայրաթոռը չեղարկի այն։ Աջակցության ծրագիրը կառաջարկենք դարձնել մշտական նպաստ։ 2025 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 1003 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարման առաջին ամիսներին, գրել է Ժողովուրդ օրաթերթը։ Թերթի գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնել են, որ 2025 թվականի մարտի 17-ից Կոտայքի եւ Սյունիքի մարզերում գործում է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ պիլոտային ծրագրի շրջանակում։ Այն իրենից ներկայացնում է մի քանի փոփոխություններ ընտանիքի անապահովության գնահատման համակարգում։ Նախարարության տրամադրած տեղեկություններով նպաստային համակարգում լուրջ փոփոխություն չկա, բայց ներկայացված թվերը ցույց են տալիս հակառակը։ Մի կողմից սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը գրեթե չի աճել, ընդամենը 17 ընտանիք, մյուս կողմից ընտանեկան նպաստից դուրս է մնացել 1003 ընտանիք։ Այսինքն այս ընտանիքները չեն տեղափոխվել սոցիալական նպաստի, այլ պարզապես դուրս են մնացել համակարգից։ Հակասությունն այն է, որ եթե մինչև 18 տարեկան անչափահաս ունեցող նպաստից զրկված ընտանիքները սոցիալապես ծանր վիճակում էին, նրանց մի մասը պետք է շարունակեր ստանալ գոնե սոցիալական նպաստ, բայց նշված թվերը ցույց են տալիս, որ դա գրեթե տեղի չի ունեցել։ Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ վիճակագրական կոմիտեի տվյալներով հանրապետությունում աղքատության մակարդակը կազմում է 21.7%, իսկ ծայրահեղ աղքատությունը 0.6%։ Բայց այդտեղ մի բան է երևում, որ ծայրահեղ աղքատությունը 0.6%։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ ազգային ժողովի ամբիոնից ռետորական հարցեր հնչեցրել. Արդյոք կա աղքատություն Հայաստանում, ու պատասխանել, որ դրա հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունը չէ։ Հայաստանում աղքատություն կա միայն հետևյալ պատճառով. աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով։ Ես շատ եմ ուսումնասիրել այս հարցը։ Եվ սա շատ կարևոր, շատ պատասխանատու եւ շատ սուր հայտարարություն է։ Եվ ասում եմ, այո, Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտության բացակայության կամ սակավ լինելու պատճառով այն մարդկանց շրջանում, ովքեր աղքատ են, աղքատության մեջ են գտնվում։
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը դատապարտել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի Բաքու այցի ժամանակ արված հայտարարությունները։ Դիվանագիտական առաքելությունը Իսրայելի հայտարարությունները որակել է մեջբերում միջամտողական, սադրիչ եւ լիովին կեղծ։ Այն ռեժիմը, որը հիմնադրվել է ահաբեկչության, բռնազավթման, պաղեստինյան ժողովրդի գաղութային ցեղասպանության հենքի վրա եւ որի պատմությունը լի է մարդկության դեմ կազմակերպած հանցագործություններով, չունի իրավական կամք, բարոյական լեգիտիմություն խոսելու մարդու իրավունքների կամ այլ երկրների ներքին գործերի մասին, ասված է դեսպանատան հայտարարության մեջ։ Ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում Իսրայելի արտգործնախարարը հայտարարել էր, թե Թեհրանը դաժանորեն սպանում եւ ճնշում է ազատության համար պայքարող իր ժողովրդին եւ Իրանում տեղի է ունենում անհավանական մասշտաբների կոտորած։ Vláda Slovenskej republiky Ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվել է ինքնասպանությունը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Նա նշել է, որ պլանավորում է միանալ Հունգարիային եւ Եվրամիությանը դատի տալ ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու համար։ Եվրամիության անդամ պետությունները երկուշաբթի օրը պաշտոնապես հաստատել են մինչև 2027 թվականը ռուսական գազի ներմուծման դադարեցման մասին ծրագիրը։ Máme k dispozícii veľmi kvalifikovaný dokument. I'd like to see interest rates go down. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ դրական զարգացումներ են տեղի ունենում ռուս-ուկրաինական բանակցություններում։ Նրա խոսքով Ուկրաինան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները նախորդ շաբաթ կայացած բանակցությունները կշարունակեն Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում այս շաբաթ։ Թե Ուկրաինան, թե Ռուսաստանը եւ թե ԱՄՆ-ն կառուցողական էին գնահատել Աբու Դաբիում երկօրյա բանակցությունները, նշել է Թրամփը։